100-ից 90 խփեմ, 80, 70 թե 60 էտա։ Ինչքան ուզես այնքան խփենք։ Հայաստանի նախագահի վերջին համաժողովրդական ընտրությունը տեղի ունեցավ 2013 թվականի փետրվարի 18-ին։ 2 տարի անց սահմանադրության փոփոխություններով երկիրն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի։ Այսօր նախագահն ունի շատ սահմանափակ լիազորություններ եւ ընտրվում է ազգային ժողովում։ Քվեարկությանը մասնակցեց 7 տեխնացու, իշխող ուժի տեխնացուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Մի շարք առաջատար ուժեր տեխնացուներ չառաջադրեցին։ Հրաժարվեց նախորդ ընտրությանը ամենաշատ քվեներ ստացած Լևոն Տեր-Պետրոսյանը, Դաշնակցությունը Բարգավաճ Հայաստանը։ Հայ ազգային կոնգրես դաշինքին անդամակցող Ազատություն կուսակցությունն առաջադրեց Հրանտ Բագրատյանի տեխնացությունը, սակայն կոնգրեսը չպաշտպանեց նրան։ Այս անգամ գրանցվեց Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի տեխնացությունը։ 2003-ին 2008-ին նրա հայտը մերժվել էր 10 տարվա քաղաքացիություն չունենալու հիմքով։ Քարոզարշավի առաջին օրը նշանավորվեց հացադուլով։ Նախագահի տեխնացու Անդրեաս Ղուկասյանը Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ հացադուլ սկսվեց։ Ես կավարտեմ այն ժամանակ, երբ երկրում ստեղծված կլինեն ազատ ընտրությունների համար պայմաններ։ Ղուկասյանը պահանջում էր չեղյալ հայտարարել նախագահի տեխնացու Սերժ Սարգսյանի գրանցումը։ Նույն այդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավը մեկնարկեց հանդիսավորությամբ, հայկական շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ ու աջակցությամբ։ Մենք հաշվետվություն ենք տալիս արվածի, նաև չարվածի համար ու սկսածն ավարտելու քվե խնդրում մեր ընտրողներից։ Քարոզարշավի 10-րդ օրը մահափորձ կատարվեց նախագահի տեխնացու Պարուր Հայրիկյանի նկատմամբ։ Դեպքը տեղի ունեցավ հունվարի 31-ի ուշ երեկոյան։ Հասկացում եմ օտար պետության ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս պետության, Ռուսաստանի, այլ նախին։ Ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա։ Այս իրադարձությունը կարող էր ընտրության հետաձգման կամ նոր ընտրություն նշանակելու պատճառ դառնալ, բայց Հայրիկյանը ի վերջո հրաժարվեց դատական բողոք ներկայացնելուց իր նկատմամբ հարուցված խոչընդոտն անհաղթահարելի ճանաչելու պահանջով։ Հայրիկյանի նկատմամբ մահափորձը ըստ դատարանի վճռի կատարել էր նույն ընտրության մասնակից նախագահի մեկ այլ տեխնացու, էպոսագետ Վարդան Սեթրակյանը, որ 2013-ի սեպտեմբերին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, սակայն 2021 թվականի հունիսի 1-ին վաղաժամ ազատ արձակվեց։ Քվեարկությունից մի քանի օր առաջ նախագահի տեխնացուներից երկուսը Անդրեաս Ղուկասյանն ու Արման Մելիքյանը հայտարարեցին, որ անկախ ելքից չեն ճանաչելու փետրվարի 18-ի ընտրության արդյունքները։ Ընտրության պաշտոնական արդյունքներով Սարգսյանը ստացավ ձայների 58.64%, Հովհաննիսյանը 36.75%։ Այժմ հենց Ռաֆի Հովհաննիսյանից էր կախված՝ կվիճարկվեր արդյոք ընտրության արդյունքը։